Նատալիա Գարիևնան, ոնց որ տան գլուխը լինի, այսինքն մեր դպրոցի գլուխն է եւ եթե ուզում են մեր դպրոցը փլուզեն, քանդեն, ուրեմն պետք է հանեն Նատալիա Գարիևնային եւ ասեմ իմ 4-րդ դասարանի բալիկի որպես ծնող կոմիտե մեր դասղեկը այնքան շատ է սիրում մեր տնօրենին, տնօրենը դասղեկին, աշակերտը չգիտեմ, դասղեկին, ծնողը դասղեկին, այսինքն այդ ամեն ինչը մեր մոտ փոխադարձ է եւ միայն հենց Նատալիա Գարիևնայի շնորհիվ է, որը այդ մթնոլորտը մեր դպրոցում կա եւ մեր երեխաները շատ սիրով, հաճույքով հաճախում են դպրոց եւ ասեմ, մեր դասատուները բացի դասատու լինելուց այնքան հոգեբան են, որ բոլոր խնդիրները այնպես են կարողանում լուծել, որ ծնողները մեծամասամբ դեպքերում անգամ չեն իմանում այդ խնդիրների մասին, այսինքն մեր երեխաներին մենք հանգիստ բերում թողնում ենք դպրոց եւ հանգիստ վերադառնում ենք տուն, իմանալով, որ այդքան ժամ մեր երեխաները ապահով ձեռքերում են եւ չգիտեմ, իմ կարծիքը ունենալով, սա ուղղակի տեղը չի արվում, երևի թե վաղուց վանից արդեն որոշել են ով պետքա լինի, ուղղակի այսպիսի ձևով անելը Եթե մենք թույլ չենք տա բացի, նախ պետք է մի քիչ ավելի հարգանքով վերաբերվեն, որտեղ այս դպրոցը ուղղակի դպրոց չի, այս մարդը տարիներ շարունակ անցնելով տարբեր դժվարությունների միջով ինքը իր դպրոցը պահում է որպես Պուշկին դպրոց եւ ընդունելության յուրաքանչյուր տարի ծնողները վախում են շատ ծնողներ, որ իրանց երեխաները կարող է հանգարցակի չկարողանան ընդունվեն այս դպրոցը, ու այսպես լիքը մանրուքներ կա, որ ես կարող եմ մինչև երեկո խոսամ ու չի հերիքի ժամանակը։